Ողջույն, եթերում հարցազրույցն է։ Զրուցակիցս Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մինասյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, հանդիպել են Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը։ Զրուցակիցների քննարկումներին ծանոթանալով եւ հանդիպման մանրամասները վերլուծելով, ինչպիսի արդյունքներ մենք կարող ենք ակնկալել եւ ինչպես են գնահատում առասարակ հանդիպումը։ Հանդիպումը կարծում եմ չափազանց կարևոր է այն տեսանկյունից, որ դա մի կողմից հերթական եւ բավականին հանգամանալից քննարկումներն են ընդհանուր առմամբ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի հետ կապված հարցերի, որոնք որ գիտեք բավականին ակտիվանում են, մյուս կողմից դա նաև կարևոր է սպասվող մայիսի սկզբում Հայաստանում երկու եվրոպական գագաթնաժողովերի եւ Հայաստան-ԵՄ առաջի գագաթնաժողովի եւ եվրոպական քաղաքական համայնքի, որը որ բնականաբար բավականին լավ եւ բավականին էֆեկտիվ նաև հարթակ կարող հանդիսանա ներկայացնելու Հայաստանի եւ Եվրոմիության միջև գոյություն ունեցող համագործակցության այդ դինամիկա, արդյունքները, առաջարկները, նպատակները եւ նաեւ խնդիրները, որոնք որ բնականաբար կան եւ մեր այդ համագործակցության ընթացքում եւ տարածաշրջանային կտրվածքով եւ նաեւ որոշ հնարավորություններ այդ խնդիրներին հակադրելու կամ դիմադրելու եւ այս տեսանկյունից նաեւ կարծում եմ այս հանդիպման արդյունքներից մեկը, բայց պարզավոր այդ աշխատանքը կատարվել է բավականին շուտ եւ բավականին երկար ժամանակ հայկական կողմը նաեւ բանակցել է իր ԵՄ գործընկերների հետ, դա Հայաստանում երկրորդ դիտորդական առաքելության ստեղծումը, որը որ այս պահին ուղղված կլինի ավելի շատ ոչ կինետիկ սպառնալիքների քաղաքական ինֆորմացիոն դաշտում եւ դա բնականաբար նաեւ կարևոր է Հայաստանի հետագա քաղաքական դիմադրականության ավելացման տեսանկյունից, ինչպես նաեւ բնականաբար սպասվող խորհրդանական ընտրությունների համատեքստում եւ դա իսկապես բավականին լուրջ ձեռքբերում է, որովհետեւ ես պիտի նշեմ, որ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանում արդեն իսկ 22-23 թվականներից սկսած գործում է մի այլ մշտական դիտորդական առաքելություն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում, հաշվի առնելով նաև պաշտպանական անվտանգային ոլորտներում արդեն ձեռքբերված Հայաստանի եւ Եվրոմիության համագործակցությունը, այդ թվում նաև ոչ լետալ ռազմական աջակցության տեսանկյունից մենք կարող նշենք, որ նաև այս երկրորդ, այսպես կոչված հիբրիդային կամ ոչ կինետիկ սպառնալիքներին ուղղված առաքելության ստեղծումը Հայաստանում խոսում է նրա մասին, որ Հայաստանը Եվրոմիության հետ հարաբերությունների իր այդ շրջանակներում փաստացի հանդիսանալով ոչ անդամ երկիր, ոչ ասենք տեխնացու անդամ երկիր, ոչ էլ օրինակ ասենք ՆԱՏՕ անդամ երկիր, որտեղ Եվրոմիությունը նաև այդ տեսանկյունից էլ նաև համագործակցության շրջանակներ ունի, Հայաստանը փաստացի անվտանգային պաշտպանական ոլորտում ունի կարծում եմ ամենաբարձր հնարավոր ստրուկտուրալ առումներով հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք որ նաև խոսում են ոչ միայն այդ ինստիտուցիոնալ գործընթացի մասին, այլ նաև քաղաքական բաղադրիչի, այն բաղադրիչի, որը որ եւ Բրյուսելի կողմից եւ անդամ երկրների կողմից եւ բնականաբար Երևանի կողմից ցուսաբերած այս շրջանակների եւ մոտեցումների առումով կարծում եմ բացարձակապես կարան խոսել նրա մասին, որ Հայաստանը դառնում է կամ արդեն իսկ դարել է եվրոպական քաղաքական տարածքի անբաժանելի մի մասը։ Դա Ռուսաստանի վերաբերմունքը ավելի չի սրի։ Բնականաբար մենք պիտի հասկանանք, որ ոչ միայն Հայաստանի դեպքում, այլ նաև հետխորհրդային այլ տարածքներում այն աշխարհակաղակական լուրջ հակամարտությունը, որը որ նաև ասենք ուկրաինական հակամարտության դեպքում նաև էկզիստենցիոնալ բնույթ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար, բնականաբար այդ ֆոնի վրա Ռուսաստանը եւ ոչ միայն դեպ նաև մեր տարածաշրջանային այլ որոշ կարևոր դերակատարները բավականին զգուշավոր են վերաբերվում այս գործընթացներին, բայց նաև դուք գիտեք, որ մոտեցումները եւ Հայաստանի եւ մեր գործընկերները այն են, որ այդ համագործակցությունը որևէ ձևով ուղղված չի որևէ այլ երրորդ ուժերի, երկրների կամ կառույցների դեմ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել էին Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական իրականացման հարցերը։ Այս ռազմավարական օրակարգը իրական քաղաքական բովանդակություն է ստանում ձեր գնահատման, պարոն Մինասյան, թե ոչ, եւ արդյոք այն դեռևս հայտարարությունների մակարդակում կարող ենք դիտարկել։ Բնականաբար այդ օրակարգը իր մեջ ներառում է նաև տարբեր ոլորտային համագործակցություն, որը որ ոչ պակաս պրակտիկ նշանակություն ունի, իր մեջ ներառում է ռազմավարական շատ կարևոր նաև Հայաստանի քաղաքացիների շահերին նաև ուղղված որոշ քայլեր, սկսած վիզա լիբերալիզացիա եւ տնտեսական աջակցության, բայց ինչպես ես նշեցի, շոշափելի արդյունքներ, որի մասին կողմերը խոսեցին, լինելու է եւ մենք դա կարծում եմ շատ շուտով կտեսնենք, բայց կրկնում եմ, քաղաքական առումով մեզ համար ամենակարևոր էլեմենտներից այն է, որով ես արդեն նշեցի, որ այս համագործակցությունը արդեն շոշափելի անվտանգային կոմպոնենտ է իր մեջ ներառում, երկրորդ առաքելության ստեղծումը, անվտանգային պաշտպանական եւ այլ ոլորտների համագործակցությունը, դա քաղաքական հարաբերությունների զարգացման միգուցե ամենակարևորագույն եւ բարձրագույն էլեմենտներից մեկն է, չնայած որ նաեւ անմիջապես Հայաստանի հասարակության, Հայաստանի քաղաքացիներին ուղղված ոչ պակաս բաղադրիչները նաեւ այդ ասենք այն ոլորտային համագործակցությունը եւ այն կետերը սոցիալ-տնտեսականից միջև ինտեգրման տարբեր էլեմենտներ, որոնք որ կարծում եմ նաեւ տեսանելի կդառնան կամ որոնց որոշ արդյունքները նաեւ տեսանելի կդառնան կամ որոնց հասնելու ուղին ավելի հստակ նաեւ կհայտարարվի մայիսյան այդ սպասվող գագաթնաժողովի ժամանակ։ Իսկ այդ քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ձևակերպումը հանրային սպասումները ավելի չի բարձրացնում։ Դա բնական է եւ նաեւ պիտի նշեմ մի շատ կարեւոր հանգամանք Հայաստանի բնակչության համար չափազանց սպասվող եւ Խոսքը իհարկե վտանգների տեսանկյունից, այսինքն շատ բարձր սպասելիքներ ձևավորվեն, այո, բայց այստեղ նաեւ մենք պիտի հասկանանք, որ քաղաքական այդ ամբիցիաների եւ սպասելիքները նաեւ ազդում են այդ գործընթացների արագության վրա եւ այդ առումով ես կարամ բերեմ մի օրինակ, այսինքն այն վիզա լիբերալիզացիայի գործընթացը, որը որ Հայաստանը Եվրոմիության հետ այս պայն իրագործում է եւ տարբեր ժամկետներ են ասում 2-ից մինչև 4 տարի, բայց ամենայն դեպս միգուցե ճիշտ համագործակցության եւ նաեւ Հայաստանի ներսում համապատասխան գերատեսչությունների աշխատանքի արդյունքում միգուցե մենք ավելի շուտ այդ ասենք արդյունքների ստանանք, այդ թվում նաև հասարակական սպասումների ճնշման տակ, քան օրինակ Վրաստանը կամ Մոլդովան, որպես ասոցիացված երկրներ այդ վիզա լիբերալիզացիայի գործընթացը անցան նախորդ, ասենք, տասնամյակում, այսինքն այստեղ նաև կա հանգամանք, որ այո, կան սպասումներ, կա նաև հասարակական պահանջ, բայց այդ հասարակական պահանջը ուղղված է ոչ միայն, ասենք, Հայաստանի իշխանությունը, ոչ միայն պետական կառույցները, դա ուղղված է եւ նաև համապատասխան ուղերձը նաև մեր եվրոպական գործընկերներին, ինչպես երկկողմ ազգային պետությունների մակարդակով, այնպես նաև Եվրոմիության կառույցների առումով եւ ոնց որ նշեցի, նույն այդ վիզա լիբերալիզացման գործընթացում միգուցե մենք ճիշտ աշխատանքի դեպքում ավելի արագ արդյունքների հասնենք։ Պարոն Մինասյան, մեծ սպասված իրադարձություն է մայիսին մեզ մոտ տեղի ունեցող Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը, բայց բովանդակության մեջ սա ինչ քաղաքական նշանակություն ունի տարածաշրջանային ուժերի հավասարակշռության տեսանկյունից, ինչ կարևորություն է սա տալու։ Նախ պիտի նշենք, որ դա ընդհանուր առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովն է։ Եվ դա նաև ոչ միայն առաջինն է, այլ նաև Երևանում առաջին անցկացվող գագաթնաժողովն է, որը նաև պարզավոր պիտի անցկացվի երկրորդ օրը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետո, որը պիտի ներառի ոչ միայն ԵՄ անդամ երկրների, այլ նաև հետխորհրդային եւ ընդհանուր առմամբ ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ եւ բնականաբար դա մեզ համար չափազանց կարեւոր է հենց տարածաշրջանային համատեքստում, որովհետեւ թվում է, որ Հայաստանը ի համեմատած մեր այլ ասենք հարևանների, այդ ու նաև հարևանների, որոնք որ նախորդ փուլում բավականին լուրջ էֆեկտիվ
համագործակցություն են ունեցել Եվրամիության հետ, օրինակ Վրաստանը, սակայն քաղաքական տրայեկտորիան այս բան մի քիչ տարբերվում է։ Հայաստանը բավականին, ասենք, հստակ մենք կարող նշենք, որ այդ տրայեկտորիայի առաջատարն է, ինչը բնականաբար նաև իր համապատասխան տարածաշրջանային, ասենք, հետևանքները կունենա, ինչպես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, այնպես էլ նաև հնարավոր ինտեգրացիոն գործընթացների մեջ, որտեղ որ նաև Եվրամիությունը նույնպես իր դերակատարությունը կարա ունենա։ Իդեպ դա կարելի է նաև դիտարկել տարածաշրջանում կամ Հարավային Կովկասում Եվրամիության դերակատարության ավելացման հետ կամ ցանկության հետ։ Բնականաբար հասկանալի է, որ կոնկրետ պարտներ երկրի հետ, Հայաստանի հետ հարաբերությունների ավելացումը, ուժեղացումը եւ խորությունը Եվրամիության կողմից, դա Եվրամիության ներկայության ավելացման մասին է խոսում, Եվրամիությունը արդեն իսկ որից որ նշեցի դիտորդական առաքելության ստեղծմամբ առաջի այն է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում արդեն իսկ Հայաստանին ներգրավել է իր քաղաքական, ասենք, այդ աջենդայի քաղաքական շրջանակների մեջ եւ դա բնականաբար կարեւոր գործընթաց է, բայց ոչ պակաս կարեւոր նաեւ կդառնա այդ կոմունիկացիոն Եվրամիության կողմից առաջ քաշվող կամ սատարվող այդ կոմունիկացիոն ինֆրաստրուկտուրային գործընթացների հետագա զարգացումը եւ նաեւ ինչը ոչ նույնպես պակաս չի հնարավոր ինտեգրացիան այդ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերի նաեւ այլ կողմերի, օրինակ տրիպի մասին մենք կարանք դա խոսենք, որտեղ որ կարծում եմ եւ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը եւ նաեւ տարածաշրջանի երկրները դեռ կարան գտնեն բավականին լայն շրջանակներ սիներգիայի եւ համագործակցության առումով, որովհետեւ դեռ այս պահին նախնական փուլում է։ Գալով այլ թեմայի, Իրան-Միացյալ Նահանգներ, Իսրայել պատերազմի մասին խոսենք։ Ինչ իրավիճակ հիմա կա, հաշվի առնելով, որ վերջին բանակցությունները կարծես թե կողմերի համաձայնությամբ չպսակվեցին։ Այո, բայց թվում է թե եւ ասենք տարածաշրջանային գործընկերները, օրինակ Պակիստանը, արաբական երկրները փորձում են շարունակել այդ բանակցային եւ բավականին փխրուն գործընթացը մի կողմից եւ ինչքան որ ես գիտեմ, վաղը նույնպես Պակիստանում սպասվում է Միացյալ Նահանգների եւ Իրանի հերթական հանդիպումը, հասկանալի է, որ լայնամասշտաբ եւ շատ լուրջ ռազմական գործողություններից հետո շատ դժվար կլինի ինչ-որ գտնել լիակատար ինչ-որ, ասենք, խաղաղ զարգացման հնարավորություններ։ Մենք նաև տեսնում ենք, որ հակամարտող ուժերը շարունակում են նաև այդ հակամարտության ոչ անմիջապես ուժային հակադրությունը, Իրանը շարունակում է պահել փակ Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգները որոշեցին, որ իրանք իրանց կողմից են դա փակելու, դժվարացնելով նաև Իրանի տրանզիտային հնարավորությունը առաջերտին նավթի արտահանումը միջազգային շուկա, նայենք թե այս դիվանագիտական եւ ուժային իրար համընկնող գործընթացները ինչ արդյունքի կբերեն, բայց մի բան ակնհայտ է, որ դա հեշտ ճանապարհ չի լինելու, հասկանալի է, որ կողմերը պիտի օգտագործեն բոլոր լծակները եւ ճնշելու եւ օգտագործելու այն հնարավորությունները, որոնք որ ունեն եւ տարբեր ժամանակային պատկերացումներ այդ ճգնաժամի որը որ օրինակ Միացյալ Նահանգների դեպքում ավելի զգայուն են, քան ասենք Իրանը, մյուս կողմից նաեւ բացի Միացյալ Նահանգներ եւ Իրան այս հարթությունից ոնց որ դուք նշեցիք նաեւ կա երրորդ դերակատարը Իսրայելը, որը որ մի կողմից փորձում է օգտագործել իր շահերից ելնելով այս իրավիճակը անվտանգային ասենք իրադարձությունները փոխելու հարևան Լիբանանում եւ մյուս կողմից էլ նաեւ շահագրգռված է նրա մեջ, որ Միացյալ Նահանգների ուժային ճնշումը Իրանի վրա շարունակվի եւ այստեղ նաեւ միգուցե կան սպասելիքներ այն կողմում, որ եթե չստացվեց ուղղակի ռազմական ասենք գործողությունների արդյունքում փոխել ռեժիմը Իրանում, ինչ որ փոփոխություններ բերել, միգուցե դա ավելի երկարաժամկետ, բայց ավելի զգայուն առումով դա հնարավոր կլինի շարունակական տնտեսական ճնշման, բլոկադայի եւ այլ ձևի ազդեցությամբ Իրանի դեմ։ Պարոն Մինասյան, հիմա ինչ կարելի ասել, պատերազմի ընթացքը կողմերից որ մեկի ձեռքում է,
պատերազմի ընթացքի թելադրումը, այսպես ձևակերպեմ, ով է ավելի շատ։ Նայեք, դա այս պատերազմը հերթական անգամ ցույց տվեց այն հայցակարգային, ասենք, էլեմենտը, որ պատերազմները դա ոչ միայն ռազմական, այլ դա նաև քաղաքական հակամարտություն է։ Ռազմական առումով Միացյալ Նահանգները եւ իր դաշնակիցները ստացան բացարձակ ռազմատեխնիկական առավելություն, թվում է թե լուծելով գրեթե բոլոր ռազմական նպատակները, բայց քաղաքական նպատակները, որի համար այդ պատերազմը սկսվել էր, այն է ռեժիմի փոփոխություն, այն է իրանական միջուկային ծրագրի, ասենք, լիակատար հարցի լուծումը։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսյան դեպքերի ժամանակ արդեն հայտարարվել էր, որ տասնամյակներ հետ է ընկել այդ ծրագիրը, բայց մենք տեսանք, որ այս տարի ռազմական գործողությունների վերահսկմամբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նույն արգումենտացիան էին բերում եւ թվում է թե այդ ռազմական նպատակները լուծելից, մասամբ լուծելով Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չկարողացան գլխավոր քաղաքական խնդիրներին հասնել եւ մյուս կողմից նաեւ Իրանը օգտագործել է իր ասիմետրիկ միջոցները ճնշման, որոնց մեկը դա հայտնի արդեն Օրմուզի նեղուցի փակումը, որը որ անմիջապես գլոբալ մակարդակով անդրադարձավ տնտեսական եւ էներգետիկ վիճակում, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների համար, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգների ներսում, ինչը որ քաղաքական առումով բավականին խնդիրներ է ստեղծում Տրամփի ադմինիստրացիայի համար, հաշվի առնելով նաեւ աշնանը սպասվող ընտրությունները։ Այսինքն ասել, որ կողմերից որևէ մեկը հասել է իր նպատակին կամ հաղթանակ է տոնել, ճիշտ չի լինի, որովհետև եւ Միացյալ Նահանգներն է իրենց կողմից ներկայացնում, որ մենք ենք հաղթող կողմը, եւ Իրանն է իր կողմից կարծես ներկայացնում, որ մենք ենք հաղթողը, բայց իրականում Իրանի դեպքում համենայն դեպս այս էտապում մենք կարող ասենք, որ եւ դա շատ բնորոշ է նման ձևի ասիմետրիկ հակամարտություններում, որ չպարտվելով, այսինքն պահպանելով եւ պետական համակարգի կայունությունը եւ նաեւ ասիմետրիկ խոցման հնարավորությունները հրթիռային, դրոնային եւ այլը, դրանով Իրանը այո կարելի ասել, որ չպարտվելով կարա համարի, որ հաղթել է, բայց դա չի նշանակում, որ Իրանը կարողանա այդ ներքին կայունությունը նաեւ ապահովի ավելի երկարաժամկետ կտրվածքով, որովհետև տնտեսական եւ նյութական վնասը, որը որ կրել է Իրանը այս ռմբակոծությունների արդյունքում, որը որ հարյուրավոր միլիարդների, եթե ոչ տրիլիոնի մասին է խոսքը գնում, անմիջապես կարա անդրադառնա նաեւ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական կայունությանը Իրանը եւ միջնաժամկետ կամ երկարաժամկետ առումով ավելի լուրջ խնդիրներ ստեղծի Իրանի համար։ Միացյալ Նահանգների դեպքում կարևոր է մենք հասկանանք, որ դա պատերազմ է, այսպես կոչված իրանց ընտրության պատերազմ է եւ դա տարածաշրջանային բնույթ ունի, այսինքն Միացյալ Նահանգների համար Պարսից ծոցի այս ռազմական գործողությունը նույնիսկ իր մասշտաբներով եւ նշանակությամբ դա պարզապես տարածաշրջանային պատերազմ է եւ որևէ էգզիստենցիոնալ, ասենք, վտանգ Միացյալ Նահանգների համար չեն կրում, բայց էգզիստենցիոնալ կարող է ազդեցություն ունենան Միացյալ Նահանգների ներքաղաքական զարգացումների համար եւ անմիջապես Տրամփի ադմինիստրացիայի համար, դրա համար նաեւ որոշ չափով Միացյալ Նահանգները այսքան շահագրգռված են գտնել ինչ որ միջանկյալ դիվանագիտական կամ քաղաքական լուծումներ առաջերտին կապված նեղուցի ապաշրջապակման եւ տնտեսական եւ էներգետիկ այս համաշխարհային ճգնաժամից խուսափելու։ Բայց նեղուցի հետ կապված ինչ հնարավոր սցենար կարող է տեղի ունենալ, ով հետ քայլ կանի։ Դա ամենակարևոր էլեմենտն է, որը որ մենք տեսնում ենք հակամարտություններում ինչպես ռազմական, այդպես էլ քաղաքական կամ տնտեսական միշտ պահալինում, երբ որ կողմերը գնում են էսկալացիա եւ այստեղ թե որ կողմն է ավելի զիջողական լինելու, դրանից նաեւ կախված կլինի այդ զարգացումները։ Պիտի հասկանանք, որ այս տնտեսական ճնշման եւ բլոկադայի տարբերակը Միացյալ Նահանգներում միգուցե ավելի էֆեկտիվ կարողանա դառնա, քան նախնական փուլում ռազմական գործողությունների օգտագործումը Իրանի դեպքում եւ մենք պիտի հասկանանք, թե ինչքանով նաեւ Իրանը պատրաստ է դիմակայել նաեւ այս փուլի հակամարտությանը, թե պիտի փորձի գնալ ինչ որ փոխզիջումային քայլերի եւ այստեղ նաեւ չափազանց կարեւոր դեր կխաղան նաեւ Իրանի
գլոբալ գործընկերները Չինաստանը, Հնդկաստանը եւ մասամբ նաեւ Ռուսաստանը, չնայած այստեղ Ռուսաստանի շահերը մի քիչ տարբերվում են, ասենք Չինաստանի եւ Հնդկաստանի շահերից, որովհետեւ երկու երկրները ժամանակին հանդիսանում էին եւ կախվածություն ունենային բավական լուրջ Իրանից էներգա ռեսուրսների մատակարարումից։ Մի շատ կարևոր հարց կա այս ամենի մեջ մեզ հետ կապված թրիփի հարցը։ Ինչ ճակատագիր է դրան սպասվում, որովհետև արդեն կարծես տեսակետներ կան, որ դրա ճակատագիրը անհայտ է լինելու կամ կախված է լինելու Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել այս պատերազմի ելքից։ Ինչպիսին կլինի այդ ելքը, ըստ այդմ կորոշվի թրիփի ճակատագիրը։ Ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ։ Բնականաբար, ոնց որ յուրաքանչյուր առավել եւս այս գլոբալ մակարդակի հակամարտության դեպքում յուրաքանչյուր ճգնաժամը ստեղծում է եւ մարտահրավերներ եւ հնարավորություններ։ Մարտահրավերների առումով կարծում եմ հասկանալի է, դա ակնհայտ է եւ շատերը դրա մասին խոսում են, որ այո, անվտանգային առումով եթե Իրանը, ասենք, դիմակայի եւ շարունակվի այդ արճակատումը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև երկարաժամկետ տեսանկյունից, այո, որոշ անվտանգային խնդիրներ կարան լինեն, բայց մյուս կողմից նաեւ եթե այս բերձավոր արևելքի շրջանակներում այս հակամարտությունը շարունակվի եւ արդյունքում ոչ միայն Հորմուզի նեղուցը, այլ ընդհանրապես մերձավոր արևելքի հետ կապված կոմունիկացիոն բազմաթիվ այլ հնարավորություններ վտանգված լինեն, ապա այդ դեպքում տրիպի գաղափարը, որի մեջ ներառում է կոմունիկացիոն, ասենք, ճանապարհ հարևան Իրանի կողքով դեպի Կենտրոնական Ասիա, նաև որոշ չափով մերձավոր արևելք եւ բնականաբար դեպի Եվրոպա կարա ստանա առնվազն հայեցակարգային նոր հնչողություն։ Բայց այստեղ նաև պիտի հասկանանք եւ այս անվտանգային սպառնալիքները եւ պատերազմի ընթացքը ցույց է տալիս, որ այդ գաղափարակարա կյանքի իրագործվի ավելի լայն, միգուցե կոնսենսուսային կամ համագործակցության հիման վրա շրջանակներում նշանակում է ներգրավել ոչ միայն Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի եւ միգուցե ինչ-որ մի этаպում նաեւ Եվրոմիության ներգրավումը, այլ նաեւ անվտանգային հարցերի շուրջ համապատասխան քննարկումներ եւ պայմանավորություններ ստանալ միգուցե Իրանի, ինչու՞ չէ նաեւ այլ դերակատարների դեպքում նույն Չինաստանը այստեղ կարևոր դերակատարություն խաղա, այսինքն այստեղ տրիպը ստանում է առնվազն հայեցակարգային առումով նոր հնարավորություններ, եթե իրագործման շրջանակները ավելացնեն եւ ընդլայնվեն։ Բայց Միացյալ Նահանգներ, Չինաստան մեկտեղված հնարավորություն տեսնում եք։ Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ կամ նույնիսկ Իրանի հետ կամ Ռուսաստանի հետ կարան ունենան հակամարտություններ եւ հակադրություններ աշխարհագրական կամ քաղաքական մի մասում եւ փորձել լուծումներ գտնել այլ մասում։ Եվ այստեղ նույնիսկ եթե ասենք Իրանը եւ Միացյալ Նահանգները շարունակեն խնդիրներ ունենալ, ասենք Պարսից ծոցի հետ կապված, բայց նաեւ modus operandi ինչ որ տարբերակ գտնելու առումով կարան համագործակցեն տարածաշրջանային Մերձավոր արևելքի տարածաշրջանային այլ կետերում, ինչը որ եղել է բազմաթիվ անգամ, ես կարամ հիշեցնեմ, որ ժամանակին Իրանը եւ Միացյալ Նահանգները ունեին որոշ կոորդինացիա, ասենք, Աֆղանստանի անվտանգային հարցերի շուրջ։ Պարոն Մինասյան, իսկ Իրանի վերաբերմունքը հաշվի առնելով այս իրավիճակը, որում հիմա իրենք գտնվում են, ես ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանում Իրանի դեսպանը, երբ խոսել էր թրիփի մասին, այս իրավիճակում ասել էր, որ իրենք շարունակում են զգայուն մնալ հարցի վերաբերյալ։ Մենք բնականաբար մինչ այդ Իրանի տեսակետը լսել էինք։ Ամեն դեպքում որևէ կերպ վերաբերմունքը կարող է փոխվել թրիփի նկատմամբ։ Բնականաբար Իրանը զգայուն է եղել տրիպի հանդեպ նույնիսկ միջև այս ռազմական գործողությունները եւ դա նույնպես հնչեցվել է եւ Հայաստանը իհարկե այո փորձել է իր դիրքորոշումները բացատրել նաեւ իրանական կողմին հասկանալի անվտանգային զգայունության տեսանկյունից բնականաբար դա վերջնականապես չէր ստացվել եւ այս պահին պարզ է որ տարածաշրջանը համատեքստը ավելի է բարդացել բայց հենց դա է նշանակում որ այո մենք պիտի հաշվի առնենք նաեւ մեր տարածաշրջանային եւ գործընկերների եւ հարևանների անվտանգային առաջնահերթությունները եւ նաեւ փորձենք ներկայացնենք այս ծրագիրը ավելի շահավետ նաեւ որպես ոչ թե բաժանարող այլ նաեւ մոտեցումները եւ շահերը համադրող տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագիր։ Ամփոփում ենք զրույցը մեկ այլ թեմայով։
Հունգարիայում տեղի ունեցավ ընտրություն եւ արդյունքում իշխանափոխություն։ Գործող ընդդիմությունը հաղթելով իշխանությանը վերցրեց երկրի կառավարումը։ Օրբանի այսպիսի փոփոխությունը, իշխանության փոփոխությունը արդյոք սպասելի էր, թե ոչ, ինչ արձագանքներ այն կարող է առաջացնել այլ երկրներում օրինակ, եւ ինչպես կլինի նրա հարաբերությունները, պետության հարաբերությունները արևմտյան գործընկերների հետ արդեն Օրբանի իշխանության փոփոխությունից հետո։ Այո, սպասում էր, որովհետև բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ անընդմեջ 16, իսկ ընդհանուր առմամբ 20 տարի կառավարող Օրբանի քաղաքական ուժը լուրջ խնդիրներ է ունեցել հենց երկրի ներսում, առավել եւս նաեւ Եվրոմիության եւ այլ արտաքին դերակատարների ակտիվ ներգրավությունը նույնպես այդ էլեկտորալ հաշվարկները փոփոխության բերեց։ Դա բնականաբար մի կողմից կարա որոշ չափով փոխի Եվրոմիություն Հունգարիա հարաբերությունները, այդ թվում նաև օրինակ ուկրաինական ճգնաժամի հետ կապված այն վետոն, որ Հունգարիան որոշ այլ արևելյան Եվրոպա երկրների հետ կիրառում էր հայտնի 90 միլիարդանոց վարկի տրամադրման Եվրոմիության կողմից դեպի Ուկրաինա կարա վերածվի, այստեղ չնայած որ նաև խնդիր կա արդյոք Եվրոմիությունը այդ 90 միլիարդանոց վարկը ինքնուրույն կարա ապահովի եւ փոխանցի Ուկրաինային, բայց մեր դեպքում նաև հաշվի առնելով այո շատ էմոցիոնալ այն պատկերացումները եւ գնահատականները, որոնք որ կապված են Օրբանի գործունեության եւ Ալիևի իր ասենք անմիջական մերձեցման հարաբերությունների եւ Օրբանի նաեւ դիրքորոշումը Հայաստան Եվրոմիություն որոշ զգայուն հարցերի շուրջ այդ բոլոր հանգամանքները մի կողմից հաշվի առնելով նաեւ այստեղ ես կարծում եմ մեզ համար անմիջապես այդ թվում նաեւ նախընտրական գործընթացների տեսանկյունից կարևոր մի հանգամանք այն է, որ այո այդ վետոյի Եվրոմիությունից դեպի Ուկրաինա վետոյի ասենք սպառնալիքը եթե վերածվի Հունգարիայի կողմից, դա կնշանակի, որ Ուկրաինան հնարավորություն կստանա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալ իր ռազմաճակատում իր ասենք դիմադրականությունը ավելացնելու առումով, որտեղ որ այդպես որ մենք տեսնում ենք պատերազմի 5-րդ տարին բավականին լուրջ պոզիցիոն ճգնաժամ է եւ դա կնշանակի, որ Ռուսաստանը այս պատերազմական գործողությունների շարունակականության անխուսափելիության ֆոնին ստիպված կլինի ավելի ռեսուրսներ եւ միջոցներ օգտագործել այս ուղղությամբ։ Ինչը բնականաբար հարցը բարձրացնում, թե արդյոք այդ զբաղվածության եւ այդ ռեսուրսների ասենք օգտագործմամբ Ռուսաստանի համար առաջնահերթ ուկրաինական ուղղությամբ արդյոք ասենք Ռուսաստանը վիճակի կլինի հիբրիդային կամ այլ ձևի ներգրավություն ունենալ մեր տարածաշրջանում, այդ թվում նաեւ սպասվող ընտրությունների մի շատ կարևոր հանգամանք էլ կա, սա էլ ասենք ու ամփոփենք իշխանափոխությունը ընտրությունների միջոցով։ Սրա վրա էլ թերևս պիտի ուշադրություն դարձնենք։ Նու մենք պիտի հասկանանք, որ այո, Հունգարիայում դա տեղի ունեցել, բայց Հունգարիան հանդիսանալով նախկին կոմունիստական, բայց ոչ նախկին խորհրդանական երկիր, ունի ժողովրդավարության որոշ մշակույթ, այդ մշակույթը նաև ունեն հետխորհրդային տարածքի այլ երկրներ, նույն Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը, եւ այո, մենք պիտի դրա վրա ուշադրություն դարձնենք, որ նույնիսկ 16 տարի անընդմեջ կառավարման դեպքում ժողովրդավարական գործընթացները եւ հասարակական կարծիքը, հասարակական տրամադրությունները կարա իր դերը խաղան ժողովրդական ընտրությունների արդյունքում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցը Սերգեյ Մինասյանն էր, կհանդիպենք։